որ եթե մեղք ենք գործում, մենք ճանապարհ ունենք, այդ մեղքից հետո դուրս գալու, պատկերացրա երկու զավակ ունես, երկու որդի ունես, հանձնարարություն ես տալիս, գնում եմ աշխատանքի կամ տնամ բաղ չեմ փորել եք, գալիս ես տեսնում ես չեմ փորել, բայց մեկը պարկա շմշկայա չրթում, այն մեկն էլ գալիս ասում մամ, պապ, կներես չեմ արել, որ մեկին կներես, որ մեկին կպատժես, դու որ մարդ ես հենց ես մտածում, բա որքան առավել Աստված, եղբայրներ եւ քույրեր, Աստված ընդունում է նրան, ով խոստովանվում է, ով թողնում է, ով որոշում ունի այլևս մեղքին չեմ ծառայելու, Աստված նրան թողություն է տալի, նրա համար քավություն կա, բայց նա ով մեղք է գործում եւ ոչ թե որոշում է, նա ով մեղք է գործում ու հայտարարում է, որ լավ եմ արել, այս ձևի անձնավորությանը թողություն չկա, ինչպես որ այդ ցախավակող անձնավորությունն էր, կամ ինչպես որ այն անձնավորությունն էր, որ այդ մովաբացի կնոջ հետ մտել էր վրանը, կամ այն անձնավորություններ ակարը, որ ոսկի լեզու էր վերցրել, բաբելոնական վերարկու էր վերցրել եւ 50 սիկեղ արծաթ էր վերցրել, կամ Անանյան ու Սաֆիրան եւ սրանց նման շատ ու շատ անձնավորություններ։ Եղբայրներ եւ քույրեր, եթե մեղանչում եք, ճանապարհ ունեք, խոստովանվեք, թողեք ձեր մեղքերը, որոշում կայացրեք, որ այլևս մեղքին չեմ ծառայելու եւ այս ամենը արեք զղջումով։ Եթե այսպես է, Աստված թողություն է տալի։ Նաեւ պետք է մենք